Կարեն Ավետիսյանը հենվել է հին տապանակարին մի պահ շունչ առնելու։ Հայրավանք է եկել անմիջապես հիվանդանոցից։ Սրտի ստենտավորման վիրահատություն նրան 14 տարի առաջ են արել։ Առողջական խնդիրների պատճառով երբեմն կրկին ստացիոնար բուժում է ստանում։ Բժիշկներից 2 ժամով թույլտվություն է խնդրել, որպեսզի մասնակցի ուխտի պատարագին եւ ստանա վանք բերված տիրոջ Խաչապայտի մասունքի օրհնությունը։ Ոս բժշկություն ավելի շուտ է վստահ։ Հա, ասի թամ 2 ժամով կամ, հա։ Բոլոր իղձերն ու ցանկությունները կատարվում են վանք այցելելուց, տիրոջ հետ զրուցելուց հետո, ասում է Արծվաքար գյուղի բնակիչը։ Ով ավատա, ով մկրտվի, նա կփրկվի ոսերա մեր Տերը։ 1000 քիլոշ կողմով կգնեն 10000 ծախ, բայց քեզ բնա բան չպոտայի, դու ցավատես։ Այսօր մասունքին հպվել չկարողացավ։ Ուշացել էր, հիվանդանոց գնալ էլ չի շտապում։ Կմնա մինչև պատարագի ավարտը, որ այդ հնարավորությունը բաց չթողնի։ Խաչապայտի մասունքն է, որը որ պահվել է ուրեմն ժամանակին այստեղ մինչև 18-րդ դար, հետո երկրաշարժի պատճառով վանքը միաբաները լքել են եւ իրենց հետ նաեւ մասունքը տեղափոխել են Էջմիածին։ 19-րդ դարից հետո մասունքն առաջին անգամ հայրավանք է վերադարձել 2018 թվականին, բացելով վանքի նորագույն պատմության նոր էջը եւ հիմք դնելով ամենամյա ուխտի ավանդույթին։ Տերհոր խոսքով ավանդույթն ավելացրել է ուխտավորների հոսքը, նոր շունչ հաղորդել վանքի հոգեվոր կյանքին, հայրավանքն առավել ճանաչելի դարձնելով Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Վանքը Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան հատվածում, Սևանի ափամերձ ժայռեղեն հրվանդանի վրա է գտնվում։ Հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ հուշարձաններից մեկը, չնայած իր ապրած ծանր ժամանակներին, այսօր վերականգնել է իր երբեմնի հռչակը։ Տարվա բոլոր եղանակներին սրբավայրը մարդաշատ է։ Ուխտավորները Փառք Աստծո մեծ ջանասիրությամբ գալիս են այսօր այստեղ, իրենց աղոթքը մեր աղոթքին խառնելու, աշխարհի համար խաղաղություն խնդրելու եւ մասունքից օրհնություն ստացած վերադառնալու իրենց տները։ Այրիվանքը զբոսաշրջային երթուղիների կարևոր կանգառներից մեկն է եւ ներառված է զբոսաշրջային փաթեթներում։ Իտալացի զբոսաշրջիկ Լեոնարդոին առաջինը տպավորել է վանքի դիրքն ու ճարտարապետությունը։ Իտալիայում վանքերն ու եկեղեցիները որպես կանոն բնակավայրերից հեռու չեն կառուցվում։ Դրանք հիմնականում գտնվում են մարդաշատ վայրերում։ Հայաստանում սակայն շատ են այնպիսի վանքերը, որոնք կառուցված են հեռավոր ու մեկուսի վայրերում եւ դա նրանց յուրահատուկ խորհրդավորություն է հաղորդում։ Իտալական տաճարներն իհարկե ավելի շքեղ են, հարուստ քանդակներով եւ որմնանկարներով, բայց ես նկատել եմ, որ հայկական եկեղեցիներն առանձնանում են իրենց պարզությամբ, հատկապես ներքին հարդարանքի առումով։ Կարծում եմ հենց այդ պարզության մեջ է թաքնված իրական շքեղությունը։ Իտալացի զբոսաշրջիկին նաև տպավորել են վանքի պարսպապատ բակի տապանակարերն ու խաչքարերը, պարսպից դուրս խցերի եւ տնտեսական շենքերի ավերակները։ Վանքը 1980-ականներին է վերանորոգվել։ Այս վայրին առնչվող ամենահայտնի պատմությունը կապված է Մարդաղավնյաց անվան հետ։ Ղազար ջահկեցու մոտ ենք հանդիպում այս պատմությունը, որ Լենգ Թեմուրի արշավանքի ժամանակ հայր Օհանը, որը որ ժամանակի վանահայրն էր, այդ խաչի ուրեմն օրհնությամբ եւ խաչի օգնականությամբ գերինին ազատագրում է այս եկեղեցու մեջ, գեղեցիկ պատմություն է, ավանդություն ունի, բժշկում է Լենգ Թեմուրին հայր Օհանը եւ խնդրում է, որպեսզի եկեղեցու մեջ ինչքան որ գերիներ կտեղավորվեն, այդքան գերիներին ազատ արձակի ուրեմն ասպատակիչը եւ մի ամբողջ օր գերիները այդ երևարված մարդիկ մտնում են, բայց եկեղեցին չի լցվում եւ տեսնում են, որ հայր Օհանը ծունկի եկած Սուրբ Խաչի մասունքի առջեւ աղոթում է եւ աղավնիներ են դառնում եկեղեցու մեղած մարդիկ եւ փրկվում են այդպես։ Հավատացյալների համար հայրավանքը մինչ օրս շարունակում է մնալ նույնքան զորավոր եւ բուժիչ սրբավայր։ Այստեղ ստացած հոգեվոր մխիթարության ու բժշկության մասին վկայությունները կան նաեւ այսօր։ Ստեղ ովքեր երեխաներ չեն ունեցել, եկել են ստեղ աղոթել են, երեխաներ են ունեցել, հիվանդներ են եղել, բժշկվել են։ Իր զորությունը շատ մեծ է։ Վանքի տարածքը տարեց տարի բարեկարգվում է, որպեսզի հեռվից եկող ուխտավորներին դիմավորի առավել խնամված եւ բարեկարգ տեսքով։
Կառուցվել է դեպի վանք տանող քարքարոտ ճանապարհը, տեղադրվել են անվտանգության տեղավանդակներ, իսկ մոտ ապագայում կավարտվի նաև երիցատան կառուցումը։